Բարև ձեզ, այսօր շատ ուրախալի օր է մեզ համար, Կարեն Հակոբյանի և շատ լավ հնարավորություն ունենք դիտելու իր տարբեր տարիների և տարբեր տեխնիկայով արված աշխատանքները, գործեր կան այստեղ, որ ես ինքս էլ որոշները առաջին անգամ էի տեսնում, հատկապես իր ճեպանկարները, տեղում արած աշխատանքները, որ չափազանց հետաքրքիր ու կենտրոնի են, և դրանք տեսնել քանդակների հետ զուգահեռ, տեսնել այդ աշխատանքային խոհանոցը, թե ինչպես է մարմինը գարվելու, չափազանց հետաքրքիր։ Ես մի դիտարկում ունեմ, մի քիչ այդպես անձնական արվեստաբանական, Կարեն Հակոբյանի գործերում ինձ միշտ հետաքրքրել է այն, թե ինքը ինչ առանձնահատուկ երաժշտականություն է տալիս նյութին։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք և մագենեսի մակարդակում, և պլաստիկայի մակարդակում, կարծես քանդակները միաժամանակ հնչեն ու ին նյութի ու հնչողության, այսինքն կարծրության ու հետևության այս հարաբերումը չափազանց հետաքրքիր է ինձ համար և իմ համար մեծ հաճույք է այսօր նորից դա տեսնել, շնորհակալություն ձեզ, ձեր աշխատանքների համար և խոսքը տանք արվեստաբանին, որ ձևակերպել է տեքստը և հետո անցնենք։ Բարև ձեզ հարգելի հյուրեր, այսօր շատ գեղեցիկ առիթ ունենք ծանոթանալու մեր դասների դասավորներից, մեր բարեկամներից Կարեն Հակոբյանի ցուցադրությանը, որտեղ տարբեր շրջանի գործեր են ներկայացվել և ինչ հետաքրքիր զուգակցվում է և մոնումենտալիստի մտածելակերպը և փոքր հաստոցային ձևերի մեջ մտածելու կարողությունը և շատ ճիշտ նկատեց Պարոն Վարդանը, որ այստեղ ներդայնություն կա, երաժշտություն կա ցանկացած ռեպկայի մեջ, ցանկացած շարժման մեջ, արտահայտության մեջ, շատ գեղեցիկ ցուցադրություն է նաև գրաֆիկական աշխատանքների հետ համադրության իմաստով և ցանկացած ստեղծված առարկա արդեն կոնկրետանում է իր ժամանակի մեջ և անցնում արդեն դեպի անժամանակություն և այստեղ կարող ենք ասել, որ ամեն մի առանձին ներկայացված աշխատանք դա անժամանակություն է և երևի թե տարածությունը